Գյումրիում մի տարուց ավել է արդեն խաոս է, ձերբակալություններ, կոռուպցիոն սկանդալներ, հրաժարականներ եւ այս ամենի պատճառը 2026 թվականի ընտրություններն են։ 2026 թվականին պայքարելու են 3 ուժ՝ Սերժ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան եւ Սամվել Կարապետյան։ Մնացած ուժերը, ինչպես ժողովուրդն են ասում, լինելու են ծեմ փախցնողի կարգավիճակում։ Մեկը Հիսուսի արձանն է մատուցելու որպես Հայաստանի ամենակարևոր ձեռքբերում, մյուսը Ամերիկայից է հայելու, այն մյուսը, չգիտեմ, մարդու իրավունքներն է ժամանակին ոչ ճիշտ պաշտպանել, բայց այսօր փորձում է փրկել երկիրը եւ այդպես շարունակ։ Ամենակարևորը այս հարցի շուրջ գումարն է։ Նիկոլ Փաշինյանի թիմը սահմանեց մի դրույքաչափ յուրաքանչյուր ծենի համար 40,000 դրամ։ Ուստի այդ հաշվարկիզուր տեղը չէր արված, եթե անգամ մարդուն գումարը չտակ, պետք է այդքան գումար ծախսեն։ Եվ երբ որ հաշվում ես, որ կուսակցություններին պետք է 700,000 ձայն, ապա ստացվում է, որ $70 միլիոն մասին է խոսքը։ То есть այս 2026 թվականի ընտրություններին մասնակցելու համար մասնակիցներին պետք է $100 միլիոն։ Եվ եթե Սերժ Սարգսյանը այս պահին արդեն համակերպել է իր կարգավիճակի հետ, որպես հմուտ շախմատիստ, ուղղակի Տոսկեն թեմը դրած շախմատ կխաղա բոլորի կյանքերով ու բոլորի գործողությունները վերահսկելով, ապա Սամվել Կարապետյան եւ Նիկոլ Փաշինյանի մեջ լինելու է թեժ պայքար։ Եվ իհարկե բոլորս հասկանում ենք, որ Նիկոլ Փաշինյանն օգտագործելու է պետական ռեսուրսը, օգտագործելով մարզպետներին, քաղաքապետներին, սեփական ազգային ժողովի պատգամավորներին, եւ նրանք այսօր արդեն լծված են այդ քարոզարշավին, տեսնում ենք Շիրակի մարզպետը ամեն օր ինչ-որ մի հատ տեղ է գնում եւ երեք Սամվել Կարապետյանը պետք է օգտագործի իր ֆինանսական ռեսուրսը, իր բարեգործի համբավը, իր ազնիվ լինելը եւ մարդկանց այսքան ժամանակ, այս երկար տարիների ժամանակ չէ խապելու խայսատը, դες երբևիցե խոստացած է միշտ գործ է եղել, խապված մարդ չկա այդ մարդու կողմից, դեստեղ ավելի շատ Սամվել Կարապետյանի կերպարը եւ իհարկե նոր մտքեր բերելը։ Այո, Սամվել Կարապետյանը քաղաքական դաշտում հայտնվելուն պես փոխվավ քաղաքական դաշտի խոսույթը, արդեն սկսել է խոսել դպրոց, թե կորձարանց, շատ կարևոր է, չկա նախքին թեզեր, դու ես Դավաճան, չէ, դու ես Դավաճան։ Դες արդեն կառուցողական խոսակցություն կա։ Սամվել Կարապետյանի ձևավորած շարժումը, մեր ձևով շարժումը արդեն 8000 անդամ ունի։ Հիմա հարց, ինչ կուզեիք տեսնել Սամվել Կարապետյանի թիմի կողմից, որպեսզի դառնայիք մասնակից, դառնայիք անդամ։ Գրեք ձեր տեսակետները, ես իմ տեսակետս մի փոքր ուշ կարտահայտվեմ եւ կփորձեմ ձեզ հետ քննարկել այն։